Անցնենք խոսքին։ Գուր եղբայրներ, այս խոսքը, այս թեմայով խոսել եմ քանի անգամներ, բայց այս անգամ մի քիչ ավելի դարբեր դերը սրտիս խոսեց։ Այս շաբաթ այս թեմայի մասին շատ կմտածեի եւ թեմային բանը միտքը խավարի եւ լույսի հետ կապված թեմա է։ Խավար եւ լույս։ Խավար եւ լույս։ Լույս եւ խավար։ Ես ձեզ մի բան ասեմ։ Եթե այս քարոզը իրական հասկացար, քո հոգևոր ապրելակերպը բոլորովին պիտի փոխվի։ Աղոթներդ պիտի փոխվին, քո կորձը ընթացքդ բոլորովին մտածելակերպը պիտի փոխվի, եւ ասեմ քեզ, եթե հասկացար այս քարոզը, դու հաղթական հոգևոր կյանք ունենաս։ Հաղթական, որ ասում եմ իրական հաղթական բառ, այդպես օթային չեմ խոսում։ Իրական հաղթական կյանք ունենաս, եթե դու հասկացար այս խոսքը, որ դերը քեզ պիտի փոխանցի։ Ուրեմն լրջությամբ հետևեցեք, եթե գնանք նշել ձեր մոտ մի քանի բաներ, շատ համարներ պիտի գարտամ, այսպես քանի որ գուզեմ որ համարները ցեզ դանի այդտեղ եւ ոչ թե իմ քարոզս։ Ուրեմն մի բան գուզեմ ասել նաև, անոնք որ երկար դարիների հավատքի մեջ են, եկեք ձեր քիծածները մեկ կողմ դրեք, փորձեք 0-ից լսել ինչ որ ես ձեզ գսեմ։ Եվ արդեն դուք հետո պիտի գիտնաք, որ ինչ որ ես ձեզ գսեմ, ձեր բոլոր քիծածները իրար պիտի համընկնեն հետո։ Եթե իրական վերստին ծնված հավատացյալ ես, ինչ որ պիտի ասեմ վերջավորության, պիտի համընկնի ամեն ինչ իր տեղը։ Իսկ եթե իսկական վերստին ծնված չես, քո արջը պիտի կա մարդահրավեր, որ դու իմանաս, որ եթե այս խոսքին համաձայն չկալես, քո կյանքը մինչև վերջ պիտի ըլլա բարտական, բարդված եւ հարվածների տակ։ Միշտ։ Համաձայն ենք։ Երբ որ առաջին քիրքը կփանանք սուբ քիրքին ծննդոցին մեջ, այդտեղ երկրորդ համար մը գա։ Գսե երգիրը աշխարհը անձև էր եւ բարավ էր եւ անտունտին վրա խավար գար։ Աստված ստեղծեց երկինքն ու երգիրը առաջին համարն է։ Երկրորդ համարը գսե խավար գար։ Գրնամ երկար խոսիլ, բայց այս թեմայի մասին չեմ գուզեր խոսիլ։ Առաջին համարին եւ երկրորդ համարին մեջ շատ մեծ բաներ փոխվեցավ, որ մենք չենք գիտեր, բայց փոխվեցավ։ Աստված դե մի բան ստեղծեց, երբեք խավար չստեղծեց։ Աստված միշտ լույս է եւ լույսը ստեղծեց։ Ինչպես եղավ, որ ստեղծվեց են վերջ երկրորդ համարի մեջ, հենց երկրորդ համարը խավար գար։ Իսկ երրորդ համարը, ճիշտ հաջորդը, Աստվածը սավ լույսը լա եւ լույս եղավ։ Առաջին համարը ստեղծեց, երկրորդ համարը խավար եղավ, երրորդ համարը լույս թող ըլլա սավ։ Եվ լույս եղավ։ Հիմա այս եւ լույս եղավը, լավ լսեցեք, գադարյալ լույս չեղավ, ամբողջ սուբ գիրքը մեզի կսորվեցնե, թե գադարյալ լույս չեղավ, գադարյալ լույսը պիտի ըլլա վերջին հայտնության կրկին մեջ։ Մինչև առաջին գիրքը, մինչև վերջին գիրքը, սուբ գիրքի պատմությունը, ամբողջ սուբ գիրքի պատմությունը մեզ կսորվեցնե, որ այդ խավարին մեջ Աստված ինչպես հաջողեցավ լույս բերել։ Եվ հաջողությունը գնքվեցավ վերջին, երբ գրված է ծորեգը պիտի ուրեմն անորդերները ծորեգը պիտի չկոծվի, վասնզի հոն այլ քիշեր պիտի չլա, երկինքի մասին է խոսքը։ Մինչև այդ, երկինք որ գսեմ նոր երկրի մասին է խոսքը։ Լավ հետևեցեք, հերու են, շատ հերվից եմ գալիս, շատ հերվից։ Քանի դու այս բանը եթե չհասկացար, դու լավ հավատացյալ պիտի չլաս։ Սրա համար եկեղեցիների մեջ մենք խնդրեմ ունենք։ Դա որ շատ մարդիկ այս կետը դեռ չեն հասկացել։ Եվ խնդիրներ ունին սրա նրա հետ։ Եթե հասկանաս, սրա նրա հետ խնդիրը կփոխվի։ Հիմա բիցես ոնց լույս խավար իմ խնդիրի հետ, հա, հետ կապված է։ Հենց կապված է ամենը։ Հիմա պիտի ասեմ։ Ամեն, ալելույա,
Առաջին գետն ենք, դեր առաջին գետը չէ, մի այսպես փացումը գնեմ թեմային։ Հոն էլ քիշեր պիտի չլա, ջրակ, արև ու լույս պետք չէ, քանզի դեր Աստված ինքը պիտի լուսավորի։ Էս պիտի լինի, երբ ասեց Աստված եւ լույս թող ըլլա, եւ լույս եղավ, եւ այս լույս եղավը ոչ թե եղավ, այլ պիտի ըլլա վերջին օրը։ Աստված առաջին րոպեին ըսավ եւ լույս եղավ, դեսնելով 3000, 4000, 10000, 5000 տարի պատմությունից հետո։ Ինչ որ պիտի ըլլա։ Ամեն։ Քույր եղբայրներ, առաջին բանը որ գուզեմ հասկանաք, շատ լուրջ նայեցեք։ Խավար էր եւ թեր խավար է։ Լույսը գուկա խավարի մեջ, լույսը գուկա խավարի տերիտորիա տարածության մեջ, տարածքի մեջ, խավարը գա ամբողջ տիեզերքի վրա, ամբողջ ստեղծագործության վրա եւ ամեն մարդու վրա, քանի որ խավար էր, եւ այդ խավարը այսօր մեջն ենք, լավ լսեցեք ինչ կսեմ, հալելույա, մեկ շաբաթ եկը մտածեմ այս թեման, եւ ամեն օր նոր միտքեր գուկա, ամբողջ խավարի մեջն ենք, եւ լույսը, Աստծո լույսը, առաջին սուբկիրքի համարեն, սկսավ գամած գալու այդ խավարի տարածքի մեջ, օրենքով եկավ, Մովսեսով եկավ, Աստծո խոսքով եկավ եւ եկավ հետո Հիսուսով։ Ուրեմն Աստծո մուտքը խավարի մեջ ոչ թե մեկ անգամ եղավ եւ խավարը վերջացավ, այլ Աստծո մուտքը խավարին մեջ կամած է եւ մենք շատ կարեւոր տեղ ունենք այդտեղ։ Ով գսա ամեն, հասկացաք ուր ենք երթում։ Ամեն դեղ խավար է գսեն, այցեք Եսայի մարգարեի 60:2, մի բանակ, միան գրեցեք եթե գուզեք։ Գսե, վասնզի ահա, խավարը երգիրը ու մարախուղը ասկերը գծածկե, երգիրը խավարը գծածկե գսե, ոչ թե պիտի ծածկե, ոչ թե ծածկեց, գծածկե, հիմա է։ Հիշպանտին, Հովաննու 3-ի մեջ, դատապարտությունը այդ է, որ գսե լույսը աշխարհ եկավ, բայց մարդիկ խավարը լուսեն ավելի սիրեցին, խավարի մեջն են, նորմալ է որ խավարը սիրեն, քանի որ խավարի մարդ են։ Աման, ամեն, առաջին գետը սկսանք, ամեն դեղ խավար է, այս է վերնակերը առաջին գետին, ամեն դեղ խավար, դույալ, եսալ, մյուսնալ, քանի որ ստեղծագործությունը խավարի մեջ է, թեր խավարի մեջ է։ Անոնք որ քիչ հետո գսեմ, Հիսուսով ասատակրվեցանք եւ այլն, ուշադիր եղեք, բաներ գա որ թեր գա։ Դադարելությունը պիտի լա նոր Երուսաղեմի մեջ։ Միջև այդ դու թեր խավար գա։ Եվ քո մեջ, եւ քո շրջապատիդ մեջ, եւ քո քաղաքիդ մեջ, եւ քո ընտանիքիդ մեջ, եւ քո զույգիդ մեջ, եւ քո փողիդ մեջ, եւ քո առողջության մեջ թեր խավարի մեջ ես։ Ամեն մարդը անգերզ ինքին կնե պիտի տեսնե որ այդպես է։ Հաջորդ համարը գսեն նորեն այս Եփեսացիցի մեջ իմացկությունը մարդկանց խավարած է եւ օդարացած են աստվածային կյանքեն։ Իրենց իմաստությունը, leur intelligence, խավարած է, նորմալ բան է, եւ քանի որ խավարած է, հերու են աստվածային մտքերեն, ինչու Աստված լույս է։ Ուրեմն քանի որ խավարի մեջ են, լույս են, հերու են, աստվածային բաներեն հերու են, Աստծո մտքերեն հերու են, նորմալ վիճակ կներկայացնի այստեղ, եթե նորություն չի դար, նորմալ է, մարդը խավարած է, օդարացած է Աստծո լույսեն։ Հալելույա, գպորցեմ արակ երթամ, բայց գուզեմ առաջինը իմանաս, որ ամբողջ սուբկիրքը խավարեն լույսի փոխելու մասին գբատմե, եւ լույսը գադարյալ բիդելա, երբ որ երկնքի Երուսաղեմը իջնե երգիր։ Ամեն։ Այդ գետը, երկրորդ կամ առաջին գետը այդ է, որ ամեն ինչ խավարի մեջ է։ 4 կողմդ խավարի մեջ է։ Մեքենատ կքշես խավարի մեջ է։ Միտքդ խավարի մեջ է։ Քանի որ մարդը եւ ստեղծագործություն եւ դիեզերքը խավարի մեջ են։ Սպասում են վերջին օրվա, գսե հայ Հռոմայացիս 8-րդ գլուխը, սպասում են վերջին օրվա։ Բայց հիմա խավարի մեջ ենք թեր։
Գամած կհասնի։ Եվ այդտեղ է որ Սուրբ Գիրքը նոր գդագարանը մեզի գսե եւ խավարի մեջ գսե լույս ցակեցավ։ Այդ լույսը սկսավ առաջին օրեն։ Ծրընթոց Գիրքեն։ Գամած այդ լույսը ցևագերբվեցավ եւ այդ լույսը Աստված լույսը մարդ հակավ Հիսուսը եւ Հիսուս ինքն ասավ ես եմ աշխարհի լույսը եւ այդ լույսը եկավ աշխարհ։ Բայց լույս եկավ աշխարհ, ասել չէ որ աշխարհը բոլորովին լուսավորվեցավ։ Բայց լույսը եկավ։ Լույսը այդ վերջին կորձն է, որ Աստված ըրավ Հիսուսով։ Մինչև այդ գլուսավորեր Աստված մարդկանց, Աստծո խոսքը, մարգարեությունները մարդկանց գլուսավորեր։ Լույսը այս է, ճշմարտությունը այս է, խավարը այս է, դուք խավարի մեջ եք, բոլոր խավարը դարածված է չես կողմը։ Դուք խավարի մեջ եք, բայց լույսը այս է, լույսը այս է, Աստված միշտ գլուսավորեր մարդկանց։ Եվ վերջին լուսավորությունը այդ է, որ Հիսուս ինք եկավ եւ ասավ ես եմ աշխարհի լույսը եւ Հովհաննես 1-ին մեջ կսե լույսը փայլեցավ խավարի մեջ։ Միշտ խավար լույս։ Քո մեջ դալկա խավար լույս։ Աբաշխարածը լույս ունի։ Աբաշխարածը խավար է միան։ Բայց աբաշխարած լույսը թեր խավար ունի։ Հասկացաք միտքերը։ Կշարունակենք։ Հիմա նայեցեք այստեղ համարը։ Հովաննու 12:35-36։ Անոնք որ ուրբաթ իրիգուներ էին այս համարը գարտացի։ Հիսուսը ասավ անոնց. Քիչ մը ադեն լույսը ցեզի հետ է, իր մասն է խոսում։ Քանի որ լույսը ունիկ, Հիսուսը ունիկ, քայլեցեք կսե որ չլա թե մութը ծեր վրա իշխե։ Նայեցեք մութը կա, խավարը կա։ Հիմա այդ խավարը քու վրա չիշխելու համար, ամբողջ քեզ իր ցերկը չառնելու համար, դու պետք ունիս լույսը ընդունիս, լույսով քայլես։ Եվ ան որ Հիսուսը չունի, խավարը բռնած է իրեն։ Սրա համար գսենք ապաշխարեցեք ժողովուրդ։ Անորմալ կքարոզենք մարդկանց, որ Հիսուսը ընդունի։ Եթե Հիսուսը չընդունիս, դու խավարը բռնած է, շրջապատած է քեզ։ Մութը իրենց վրա հասած է, բռնած է իրենց։ Եվ գսեք իշխմատին, վասնզի խավարի մեջ քայլողը չի գիտեր, թե ուր գերտա։ Խավար է։ Հոգևոր բանի մասին է, այդ մարդը շատ լավ գիտե Մակդոնալդ գերտա։ Կացած դեղը գիտե ուր գերտա, Մակդոնալդ գերտա, Տրամ գշայի, հիվանդանոց գերտա, դոկտորի գերտա, գիտե, բայց հոգևոր բաներու մեջ չի գիտեր ուր գերտա։ Խավարի մեջ է։ Գեհդեվիկ միջև հիմա գամած գերտան, կամած, լավ է ժակ, օքեյ, դերը օրտնի։ Եվ գսե, ուրեմն գսե, քանի որ լույսը ունիկ, հավատացեք այն լույսին, որպեսզի լույսով որդիներ լինեք։ Այստեղ Հիսուս շատ լուրջ խորը բաներ կսորվեցնի։ Խավարը գիշխա ամենտեղ։ Լույսը եկավ, ես եմ լույսը։ Լույսը եկավ, հավատա լույսը, ընդունի լույսը, որպեսզի լույսով քայլես։ Այս է միտքը Հիսուսի։ Խավարը ամեն կողմ, մեկադար կգտնեմ։ Խավարը ամեն կողմ։ Քո միտքդ եղածուն պես խավար է, քո կյանքդ եղածուն պես խավար է, խավարը ամեն կողմ։ Ուրեմն լույսը եկավ, հալելույա, Հիսուս։ Անորամար ծնունդ կդոնենք, լույս կվարենք ծնունդներուն, բայց Երանի հասկանայինք։ Լույս եկավ, խավարի մեջ լույս ցակեցավ, աշխարհի մեջ լույս եկավ, հալելույա, եւ այլն, օքեյ, բայց չի բավեր, պետք է ընդունիս, հավատաս եւ շարունակես այնպես քայլել, քանի որ եթե Հիսուսով լույսով չքալես, դու արդեն խավարով շրջապատված ես։ Ես կուզեմ ցեզի այս բացադրեմ ժողովուրդ։ Կուզեմ բացադրեմ, որ եթե փամը չնես, այսպես մնաս, դու խավարի մեջ ես։ Չի հասկացա կարծես ասելս։ Եթե ես ոչինչ չդեմ հիմա, Սարգիս Պարուչյան, այս հովիվ վիճակովս, եթե ես ոչինչ չանեմ, իմ բնությունս խավար է։ Ապաշխարելուց հետոյալ, բնությունս խավար է։ Երբ ես Հիսուսը հավատացի եւ քայլեցի այդ ռոբեին լույսով լուսավորվում եմ։ Եթե այդ ռոբեին չգա, խավար է, միտքս, սիրտս, նայեցեք երբ մեղք եք գործում։ Երբ խավարի մեջ եք ինգնում, այդ ռոբեին, որ լույսը չի պայնում։ Այդ ռոբեին, որ լույսը քո մեջ չի վարվիր, լեցված չես լույսով։ Այն ժամանակ հին Սարան մեջտեղ գելե, հին Սարգիսը մեջտեղ գելե, Սարգիսային խոսելու կսկսիմ, Սարգիսային մտածելու կսկսիմ, Սարգիսային ծրագիրներ գնեմ, Սարգիսային բաներ գնեմ, որ այդ Սարգիսը եղածուն պես խավար է։
որ Ռոբեին Սարգիսը գտարնա լույսի որդի, եւ որ այն Ռոբեին լույսը գվարվի, լույսին գհավատամ եւ լույսով գքայլեմ։ Այդ Ռոբեին մեկ Ռոբե հետո ետ խավարը գուկա, եթե չքայլեմ, եթե չշարունակեմ։ Մի գարձեք, որ մեկ անգամ հավատացել եք, ամեն օր հավատացել եք։ Մի գարձեք, որ 50 տարի առաջ Սուրբ Օքին եկավ ձեր վրա եւ դուք միշտ հավատացյալ եք։ Ոչ, ամեն Ռոբեի հարց է, քանի որ փնությունը ցույց կտա, որ խավարի մեջ ենք բոլորս։ Ուրեմն ասա, ես ապաշխարեցի 5 տարի առաջ, հալելույա։ Հիմա քիչ հետո 5 րոպե հետո այդ մարդուն հետ խոսած ժամանակը, մյուս մարդուն հետ քայլած ժամանակը, այդ րոպեները ուր են։ Լույսի զավակ ես, թե նորմալ ես, նորմալ։ Նորմալը խավարի զավակն է։ Մի գարձեք խավարի զավակները սատանայի որդիներ են, նորմալ մարդիկ են։ Հիսուսով քայլողները ոչ նորմալ են։ Բնականաբար դու խավարի մարդ ես, ես ալ քո հետ։ Բնությունը այդ ցույց կտա։ Դերևս մի քիչ գհիաստապեցնեմ մի քանի օր, բայց այսպես եթե չմտածես դու երբեք հաղթություն չես ունենալ։ Ուրեմն Հիսուս եկավ, որպեսզի մենք այդ լույսը հավատանք, լույսը ընդունենք, լույսով քայլենք, որպեսզի իմ նորմալ խավար վիճակից դուրս գամ։ Եվ այս Ռոբեի հարց է, դարիներու հարց չէ։ Օրինակ, նորեն գսեմ Ռոբեի, ամեն վարգյանի որոշումներ են ես։ Ամեն վարգյանի։ Հիմա նստեր ենք, ժամը այս ժամին է, գեշ ժամ հետո գրնալ խավարի մի բան անես, քեզանից խավարային մի բան դուրս կա, որ դու նույնիսկ զարմանաս։ Մի գարձեր, որ այսօր բաշտամունք եկանք Սուրբ Օքին լեցվեցավ, դու Սուրբ Օքի ունիս, դու ես, որ դու արդեն միշտ լույսի մեջ ես։ Ոչ, դու միշտ խավարի մեջ ես։ Ամեն վարգան պետք ունիս լույսին, որ լույսի զավակ լաս։ Հասկացաք, դարբեր դեղ ենք նայենք մենք մեզ, դարբեր ցևով նայենք մենք մեզ։ Ես եթե փամը չնեմ հիմա, ես խավարի կորձ բիդանեմ։ Ոչ մի բան չանեմ, խելոք նստեմ այդ անգյունը, խավարի կորձ բիդանեմ։ Եվ այս այն անգյունը, երբ որ ես լույսը ընդունեցի, լույսը հավատացի, լույսով գքայլեմ, այդ Ռոբեին խավարը գերտա։ Լույսի զավակ կլամ։ Հասկանաք, ապաշխարությունը վարգյանագին բաներ են, վարգյանական ամեն օր, ամեն վարգյանի կորձ է, քանի որ խավարը գա այդտեղ է։ Խավարը այդտեղ, 4 կողմից խավար է, նաև 4 կողմից։ Դունը, պետքարանը, դուշը, ուր որն է խավար է։ Ամեն դե խավար է, բայց դու եթե լույսի զավակ ես, խավարը գլուսավորվի։ Ով գս ամեն։ Նայեցեք կսե Հիսուս, այն ըմպոստ ժողովուրդը որդիները գսե, դուրսի խավարը պիտի հանվին եւ հոն պիտի լալ եւ ագրաները գրջդել։ Հիսուս գսե դուրսի խավարը։ Ներսի թակավորության լույսը, դուրսի խավարը։ Հիսուսով եղածներուն լույսը, Հիսուսով չեղածներուն խավարը։ Հիսուսով քայլողներուն լույսը, Հիսուսով չի քայլողներուն խավարը։ Հիսուսով ապաշխարած եւ քայլած մարդերուն լույսը եւ եկեղեցի եկող անհավատներուն խավարը։ Դամ եկեղեցի եկող հավատացյալներուն խավարը, որ Հիսուսով չեն քայլում։ Ներսի նգա եւ դուրսի նգա։ Չենք խոսիր բادرու ներսի եւ դուրսի մասին, այլ կխոսենք Հիսուսի լույսի մեջ եղողներուն եւ Հիսուսի լույսի մեջ չեղողներուն մասին։ Ներսը եւ դուրսը։ Լույսը ներսը եւ դուրսը խավարը։ Նայեցեք ինչ կսե Գողոսացիս քիրքը։ Համար 1:13 եւ անգսե ազատեց, լավ լսեցեք, ան մեզ ազատեց խավարի իշխանութենեն եւ իր որդին թակավորությանը փոխադրեց։ Խավարի իշխանությունը նորմալ իշխանություն է, աշխարհային ստեղծված խավարի մեջ ինգած դիեզերտի խավար է։ Մեղք խավարը գիտեք, մեղք, խանգարանք, հիվանդություն, իրարանցում, գրիվ, փաթրթ, այդ ամենը խավարն է։ Այդ խավարին գսե Հիսուս մեզ հայրը Հիսուսով մեզ ազատեց, փոխադրեց իր որդի թակավորությանը։ Մենք շատ անգամ ինչ կգարձենք, որ ես 30 տարի առաջ փոխադրվեցա, բայց սխալ եմ գարձում։ Ես 30 տարի առաջ ապաշխարեցի հովիվ, ես արդեն փոխադրված եմ, շատ կսխալվիս դու։ Դու ամեն րոպե փոխադրության մեջ պետք է լաս։ Քանի որ ամեն րոպե դու այդ խավարին մեջն ես, եւ այդտեղից դուրս գալ ազատվել պետք ունիս ամեն րոպե, ամեն թեմայի շուրջ։ Շատեր կան սուպ գիրքի մեջ շատ լավ բաներ գիտեն, բայց իրենց ապրելակերպի մեջ խավարային բաներ գաբրին։
Ուրեմն ամեն բարգան ես պետք ունիմ իր թակավորության մեջ են խավարի թակավորության մեջից դուրս գալու փոխադրվելու այդ քայլը անել ամեն վարգան։ Մի բան փոխվում է մեր մեջ ժողովուրդ։ Իմ աղոթքս փոխվեցավ։ Իմ հավատքի կյանքս փոխվեցավ այս մի քանի օրը, քանի որ ուրիշ ցեղով սկսա մտածել։ Ես նորմալ մեջս ոչ մի բան չկա։ Ամեն րոպե պետք ունիմ փոխադրվելու։ Լույս, 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 Հիսուս, լույս, Հիսուսի պես, լույսի պես, լույսի մեջ, Հիսուս, լույս։ Հիսուս ինչպես կնե, Հիսուս ինչպես կխոսի։ Լույսը ինչպես պիտի այդ խավարը ոչնչացնե այդ րոպեին։ Հալելույա։ Խավարեն դուրս ելնելու համար մենք պետք ունենք ազատագրության։ Այդ ազատագրությունը ապաշխարությունն է, վերստին ծնունդն է, մգրտությունն է, քույր եղբայրներ։ Ես ցեզ ասեմ, մանավանդ անոնք որ մեր մեջ դեր վերստին ծնունդ չունին, անոնք որ մեր մեջ դեր ապաշխարած չեն, անոնք որ մեր մեջ դեր Սուրբ Ոգիով լեցված չեն, անոնք որ մեր մեջ դեր ջրով մգրտված չեն։ Ցեզ ասեմ, քո նորմալ վիճակը արդեն դու խավարի մարդ ես, դուրսի մարդ ես։ Մի կարծեր որ դու լավ մարդ ես։ Չգա քո մեջ ոչ մի բան։ Եթե մի բան պիտի լա պետք է փոխադրությունը լա, բայց այդտեղ դու պետք ունիս վերստին ծնունդի, որ փոխադրությունը սկսի։ Ոչ թե վերջանա, այլ սկսի։ Անամը գոչ կնեմ քեզի, գոչ կնեմ ինձի, գոչ կնեմ բոլորիս եւ գոչ կնեմ մանավանդ անոնք որ դեր Հիսուս Քրիստոսի գավառյալ չեն նվիրված։ Դեր անոնք որ չեն հասկացել, որ իրենք խավարի մարդ են։ Քանի որ այդ կա։ Եթե միջև չհասկանաս, որ դու խավարի մարդ ես, դու ապաշխարության պետք չունես։ Դու գասես ես լավ մարդ եմ։ Հիսուս կսե ես առողջներուն համար չեմ եկած եմ։ Քանի որ առողջ գսե ես հիվանդ չեմ։ Ան որ գսե ես հիվանդ չեմ, բժշկի պետք չունի։ Անոր պետք է գիտնաս, որ մարդ արարածը, փնությունը, քու շունիգդ, քու գադուտ, քու օթոտ, քու ոդկդ, քու դունդ, ամենը խավարի մեջ է։ Դու յալ հետը։ Ստեղծագործությունը խավարի մեջ է։ Այդտեղից դուրս գալ պետք է, քանի որ խավարը սատանայի իշխանությունն է։ Բացի եթե մեզ մի մարդ գա, որ գուզեն սատանայի ցերքին դակ շարունակել ապրիլ, չեմ ուզում իրենց, ոնց ուզում եք արեք։ Ան որ գուզե սատանայի ցերքին դակ շարունակի ապրիլ, հրամեցեք, շարունակեցեք։ Հիսուսի պետք չունիս, սուբ գիրքի պետք չունիս, եկեղեցի պետք չունիս։ Բայց ան որ գահասկնա, որ սատանայի իշխանությունը խավարի իշխանություն է, որ քեզի բիդանի հավիդնական դժողքի եւ այդտեղից ուզես դուրս գալ, դու պետք ունիս կադարյալ փոխվելու։ Քո բոլոր էությունը փոխվելու, մտածելակերպը փոխվելու։ Մեկ խոսքով լաս լույսի զավակ։ Գրտնենք ամփոփ սուբ գիրքը գխոսի խավարեն լույսի փոխելու մասին, օքեյ, առաջին։ Երկրորդ, ամփոփ դիեզերքը եւ դու խավարի մեջ ես, փախուս չկա։ Երրորդ, Աստված միջոց ղրգեց լույսը եկավ մարդացավ Հիսուս Քրիստոս եւ Հիսուսով այդ խավարը քեզ մե գփացվի դուրը թեպի լույս։ Լավ լսեցեք, լույսի մեջ չեք մտներ, դուրը գփացվի թեպի լույս։ Հիսուս բարավիճեցավ, ես եմ դուրը։ Դուրը թեպի լույս, ոչ թե ես եմ լույսը, ան որ ինձի կա, հիմա քիչ հետո պիտի ասեմ լույս պիտի լա, բայց այդ դուրն է որ ես լույսի գամուրջներ պետք է ընեմ խավարիս մեջ են։ Այսօրվա մեր քարոզի վերնակիրը լույսի գամուրջներ ընել է։ Խավարի մեջ են դուրը բացվի եւ այդտեղ լույսի գամուրջը ընեմ ես։ Ոչ թե եթե ես չնեմ, այդ վիճակի մեջ խավարը պիտի շարունակվի եւ ես խավարի մեջ պիտի մնամ։ Հիմա, անորոմար կեզ գսեմ, Հիսուս եկավ և դու պետք է գադարյալ Հիսուսի թարնաս նվիրվիս ապաշխարես։ Հիմա շատ է պիցեք, ես արդեն ապաշխարել եմ։ Okay, դեր օրտնիկ ես։ Հիմա դու նայիր, քո կյանքիդ մեջ գանք երրորդ կետին, որ թեր չի վերջացավ Աստծո ծրագիրը։ Աստծո ծրագիրը Հիսուսով հասավ իր գեսին։ Շատեր գսեն Հիսուսով բրձավ։ Չէ, Հիսուսով սկսավ։ Ծննդոցեն լույսը եկավ։ Օրենքներ, լույսի ուղղություններ ասված դվավ։ Հիսուս որ եկավ, միջոցը դրվեցավ, որբեսի լավ լսեցեք, որբեսի մարդը ինքը լույսի որդի լա։ Հիսուս լույսը լալը այնքան ալ կարևոր չէ այդ առումով, որ Հիսուս արդեն լույս է։ Մենք երբեմն այդպես կքարոզենք, Հիսուս լույս է, ամեն։ Բայց նպատակը ինչի որ դու գիտնաս Հիսուս լույս է։ Նպատակը այդ է որ դու լույսի որդի լաս։
Նպատակը այդ չի, որ դու գիտնաս, որ դժոխք կա, երկինք կա։ Նպատակը այդ է, որ դու լույսի որդի լաս երկինք երթալու։ Ուրեմն Աստծո ծրագիրը թեր չվերջացավ Հիսուսը ղրգելով։ Աստծո ծրագիրը կշարունակվի։ Հիմա նայեցեք շարունակություն կա Աստծո ծրագրին այդ մարդկանց համար, որ լույսին կհետևին։ Չէ՞ որ քիչ առաջ կարդացինք Հիսուս ինչը սա որ եթե լույս ունենաք խավարի մեջ չեք մտածիր։ Ուրեմն լույսի որդիներ եղեք, մի խոսքով լույսի հետևեցեք, հավատացեք լույսին, ընդունեցեք լույսին եւ լույսով քալեցեք։ Կարդացինք Հովաննու 13:35։ Աստծո ծրագիրը այդ է, որ լույսի հետևորդներուն, լավ լսեցեք, լույսի հետևորդներուն այս աշխարհին մեջ այդպես լինեն, որ իրենք, լավ լսեցեք, իրենք խավարին վրընդեն։ Որքան լույսը խավարին մեջ կպայլի, այնքան այդ ռոբեին խավարը կհերանա։ Այդ ռոբեին այդ հարցին մեջ, ընդհանուր հարցին մեջ չէ, այդ հարցին մեջ։ Ուրեմն Աստծո ծրագիրը այդ է, որովհետեւ ամեն մեկ մարդ արարածը, լավ լսեցեք, կարողանա այս աշխարհի իր կյանքին, իր ընտանիքին, իր հարևանության, իր մեքենային, իր ֆինանսին մեջ լույս դարած է, այդ տեղի խավարը վրընդե։ Դուք ուզեք չի Աստծո կամքը անել։ Գսենք, չէ, քո կամքը լինի, ոնց երկինքը, այնպես երկրի վրա, դեր միան քո կամքը լինի, այդ աղոտներ անում ենք, դեր լավ եք անում, բայց կամքը ցեզ ասում եմ հիմա ինչ է, որ այդ քո եղած տեղում, ուր որ ես, այդ վարդյանին, այդ տեղի խավարը որ գա, եւ քո մեջ, եւ քո 4 կողմինի մեջ դու լինես խավարը վրընդող մարդ։ Դու լինես այդ լույսը, որ խավարի մեջ, խավարը քեզ մե պիտի փախչի, քանի որ դու լույս դարձար, խավարին հագարակ դարձար։ Շատ ամեն չի լսեցի, կամ դեր կմտածեք եւ կամ դեր չեք հասկացել։ Մատթեոս 5-րդ գլխուն մեջ 14-16-ը նայեցեք ինչ կսե Հիսուս։ Դուք կսե աշխարհի ինչն եք։ Հիսուսն էր աշխարհի լույսը, հիմա ինչ եղավ որ մենք եղանք։ Չէ՞ որ Հիսուսն աշխարհի լույսը։ Չէ՞ որ Աստված լույս է։ Ոնց եղավ որ Հիսուս կսե մեզի մարդկանց դուք եք աշխարհի լույսը։ Ոնց կարելի է այդ բանը ասել։ Գիտեք ինչու։ Քանի որ Աստված հենց մարդով գուզե լույսը, խավարը վրընդել լույսով։ Ուրեմն գսե դուք աշխարհի լույսն եք։ Դուք քաղաք մնեք, որ լերան վրա գեցած եք։ Եվ այն որ լերան վրա կգենա լույսի քաղաք, չի գրնար բահվիլ։ Ասել է որ լույսը պետք է լուսավոր է, ոչ թե լույս չէ։ Եթե դու ես աշխարհի լույսը, եւ չի ասում, հա, դու ես քո ընտանիքիդ լույսը, դու ես քո անձիդ լույսը, դու ես քո եկեղեցիդ լույսը, դու ասում ես քո աշխարհին լույսն ես։ Ասել է ամեն տեղ փախուշ չկա։ Հալելույա։ Փախուշ չկա։ Ուր որ ես հիմա հոստել նստեր ես մեր հետ, դեր օրտնիկ ես, վաղ գրնալալ դբրոցը, լաս կորձի, լաս ճանապարհին, լաս ուր որ ես, այդտեղ լույս ես։ Դու երբ որ իմ հետ ես, արի ինձ հետ լույս եղիր, բայց ուր որ ես, գնա այդտեղ լույս եղիր։ Ժողովուրդ, եթե դու այսպես չապրիս, լավ լսե, եթե դու այսպես չապրիս, եթե դու չլսավորես, խավարը քեզ բռնելա։ Քանի որ խավարը արդեն բռներ է մեզ, խավարին դիմաց լույս պետք է։ Եվ այդ լույսը հավատացյալն է, Հիսուսի հետևորդն է։ Մեկ հատ մտածի, ուր որ գնում ես, այդտեղ խնդիր կա։ Պատմություն, մարդկանց մի քիչ հետաքրքրվի, ինչ մեծ պատմություններ կլսենք, դժվարություններ, խավարի գործեր մի խոսքով։ Լեցուն, ամեն կողմ։ Եվ մենք երբեմն գերտանք այդտեղ եւ այդ խավարի գործերը կշարունակվի, կպատմվի, մարդիկ իրար կխոսեն, դու այդտեղ նստեր ես, այո գսես, հա գսես, այո գսես, այո գսես, միջատ Աստված գսե որ դու այդտեղ ինչու կացիր։ Եթե չլուսավորես, խավարը պիտի շարունակվի։ Բա ինչու չես լուսավորում։ Չէ՞ որ դու ես լույսը։ Այդպես կսե թող լուսավորի ծեր լույսը մարդոց արջև,
որ տեսնեն ծեր բարի գործերը եւ բարավորեն ծեր հայրը, որ երկինքն է։ Ես կսկամ, որ չեք հասկանալ, որ այսօրվա կարոզը, իսկապես լուրջ եմ ասում։ Գարձեմ չեք հասկանում այդ խավարի մեջ եղած մեր վիճակը եւ այդտեղ քայլ անելը, լույսի քայլեր անելը։ Եվ երբ որ լույսի քայլ գնեմ, այդտեղ լույսը կվարվի։ Բայց երբ որ չնեմ այդ քայլը, խավարի մեջ եմ։ Որքանալ ես ինձ եմ հավատացյալ եմ։ Եթե ես այս թեման իսկապես լուրջ տանիմ իմ վրեն, ժողովուրդ ջան, пассивություն չի կրնարել։ Հավատացյալը пассив չի կրնարել, խավարի մեջ է։ Եվ կամ ինքը հավատացյալ չէ, գարձում է որ հավատացյալ է, եւ շարունակում է իր կյանքը։ Եվ կամ ինքը իրական հավատացյալ է, եւ չի հասկանում, որ իր միջոցով պիտի փոխվի այդ խավարը։ Սենյակի լամպը։ Եթե այս լույսը ստեղ է, բայց եթե այս լույսը չի վարվում, չի լուսավորել, շատերս մեր մեջ լույսին գնային, կսենք չի վարվիր։ Եվ կանցնին կողքից։ Բայց լույսին նպատակը դեկորը չէ, զարդը չէ, վարվիլն է։ Եվ շատ հավատացյալներս գնայինք մենք մեզի, գիտենք որ այդ ռոբեին չենք վարվիր, լույս չենք վարվիր, կողքից կանցնենք կսենք է ինչ ենք այսօր ալ այսպես էր։ Ոչ, նորմալ չէ, լույսը պիտի լուսավորե, ինչպես Հիսուս ասեց, չի գրնար բահվիլ։ Չի գրնար, եթե Հիսուսի լույսը ունիս, դու չես կրնար բահվիլ մի անգյուն։ Դու գամ չունիս Հիսուսի լույսը եւ գամ անհնազանդ ես ապրում։ Ուրիշ միջոց չկա։ Եվ գամ թե լույսը վարած չէ քո մեջ, եւ դու խավարի մեջ ասես, հալա, եւ գամ դու լույսը դվել է դերը քեզի եւ ասում է վարվիր եւ դու ասում ես հիմա չէ, հիմա Սարգիսը գա, հիմա Հակոբը գա, ինչ պիտի ասի մաման, ինչ պիտի ասի գողքինը, ինչ պիտի ասի մյուսը, ահա եղար անհնազանդ մարդ։ Բարաբիջս ավ Հիսուս այդ մարդկանց, որ վերջին օրը դուք որ ինձի դեր կգանչեք, ես միցեմ ես ձեզ չեմ ճանաչել։ Հորը գամքը չգադարեցիք։ Որն էր հորը գամքը։ Լուսավորել խավարը։ Մարդը ստեղծեց, եթե մի քիչ ավելի խորը երթանք, այդ 6-րդ օրը որ եղավ մարդը ստեղծեց եւ երբ որ մարդը ստեղծեց հանգստացավ, գիտեք ինչ հանգստացավ։ Երին չէ որ պիտի լուսավորի, մարդը պիտի լուսավորեր։ Սրա համար հանգստացավ։ Հիմա մարդը ձուլ նստեր ասում է դեր իմ ասված դու կորցի, դեր իմ ասված դու արա, դեր իմ ասված ցերկդ երկնցուր, դեր իմ ասված բա դու լուսավորի նախ։ Քանի որ դերը փոխանցեց քեզ այդ լույսը։ Լույսը եղավ Հիսուս, ես եմ լույսը, հետո լույսը ասավ դուք եք լույսը, կացեք լույսի որդիներ եղեք։ Մենք այդ երթալ լույսի որդիներ լինելը մոռանում ենք, սուբտիկներից հանում ենք այդ համարները, ասում ենք փառք քեզ դեր դու լույս ես իմ կյանքին։ Okay, հետո։ Փառք քեզ դեր դու իմ Աստվածն ես։ Okay, հետո։ Ես քեզ շատ եմ սիրում, okay, հետո լույսը դուր է, քանի որ խավարգա 4 կողմը Արնովիլ գաբիս Արնովիլի մեջ կա, Ֆրանսա գաբիս Ֆրանսայի մեջ կա, Թուրքաստան գաբիս Թուրքաստանի մեջ կա, մի խոսքով ամեն ուր որ էս խավար է։ Հալելույա։ Գնոջդ հետ խոսիս խավար է։ Եթե այդտեղ լույսի կորձեր չանես, խավար է, գրի բիտնես։ Եղբայրներու քույրեր հետ խոսիս խավար է։ Եթե այդտեղ լույսի խոսակցություն չունենաս, խավար է։ Քեզ պիտի խեղտեմ, դու նորոշին պիտի խեղտես։ Փամփասանքի մեջ կմտնաս խավար է։ Եթե դու այդտեղ լույսի խոսես, խավարը կշարունակվի։ Եկեղեցի ուկաս 4 երեսով։ Եթե այդտեղ ժմիտ չունենաս, խավարի մեջ մտար, խավարը մոլ դուրս կերտաս։ Դասկրակ խավարը ամեն կողմ։ Ես եմ լույսի զավակը։ Հալելույա։ Էս մեր առաքելությունն է, միսիան է։ Քրիստոնյային առաքելությունը այս է, որ բեսի իսկապես իր միջոցով անհատական կխոսիմ, իմ միջոցով այդ օրվա խավարը, որում մեջ ես քայլում եմ, այդտեղը խավարը գնա։ Երբ որ Բողոս Արաքյալը եկած էր քարոզելու, մի հատ օրինակ։ Լսեցեք։ Երբ որ Բողոս Արաքյալը եկած էր քարոզելու, քաղաք մտավ, բան չարեց։ Այդտեղի դևային աշխարհը խանգարվավ։ Եվ սկսան ասել, «Էս մարդ Աստծո մարդ է, էս մարդ Աստծո մարդ է», տևերը խանգարվեցան։ Բան չարեց։ Բարձրապես խավարին մեջ լույսը ներս մտավ։ Խավարին մեջ լույսը ներս մտավ։ Դու երբ որ ընկերոջը տունը գերտաս, խավար կա այնտեղ, վստահ ամեն տեղ խավարը։ Երբ որ ոտ գտնես կմտնես, պետք է այդտեղը լուսավորես։ Երբ որ եկեղեցի կմտնաս, պիտի լուսավորես։ Երբ որ փողոցը քայլես, այդ փողոցը պիտի լուսավորվի։ Ինչ համար Իսրայելի ժողովրդի մեջ, Եգիպտոսի մեջ
ամբողջ գսե խավարեր գսե ամբողջ եգիպտացիներուն քաղաքը լավ լսեցեք ամբողջ եգիպտացիներուն ինչեր խավարեր բայց Գոշենի մեջ լույս կար հիմա մտածեք խավար լույս հասկանաք ասված ինչ կուզե սորվեցնել մեզ ուր որ է դիրոջ ներկայությունը այդտեղ լուսավորվում է ոչ թե միան անձը որ մենք նստենք ուրախանանք մենք մեզմով ոչ այլ մեզմով բոլորը Աստված ամբողջ սուբտիկի պատմությունը այս է խավարին մեջ լույս ցակեցավ լույս եկավ լույսը դվավ լույս որբեսի հասնի այն դեղը որ օրը երբ Հիսուս վերադառնա ամբողջ աշխարհը լուսավորված լա աշուշտ խավարի մարդիկ դերտան դժոխ էլի միանշանակ բայց երկինքի մեջ կամ նոր երկրի վրա կարծացին քիչ առաջ ոչ մի խավար չկա էլի դիդավորյալ գրված այդտեղ ոչ մի խավար չկա ինչու քանի որ դիրոջ ներկայությունը գադարյալ է էլ խավարը ծրված գնաց է բաժված են խավարը եւ թևերը եւ սատանան եւ ամեն ինչը բաժվեցան դժոխ գնացին էլ չկա ոչ մի խավար ինչու քանի որ Հիսուսի հաղթությունը լույսը գադարյալ եղավ այդ օրը բայց միջև այդ մենք գադարելության մեջն ենք այդ կորձի մեջն ենք մենք ենք որ լույսով լուսավորված ենք այնպես պետք է ենք լավ լսե այնպես պետք է ենք որ ուր որ եմ խավարը յետերտա խավարի մտքերը մեղքի խոսքերը մեղքի մտքերը մեղքային վախկոտ ինչ գիտամ ինչ որ լույս չէ որն է խավարը ես ձեզ ասեմ ինչ է խավարը ինչ որ աստվածային չէ ինչ որ այս կրկի մեջ չկա խավար է վերջ հանկիստ եղիր նայր աստվածային բանը կա այդտեղ լույս է աստվածային բանը չկա այդտեղ խավար է թեկուզ շատ լավ մարդ է այդ մարդը հա խելացի մարդ է իմաստուն մարդ է ուրախ մարդ է լավ մարդ է գոկնե քեզի թրամ գուտա քեզի լավ մարդ է բայց Հիսուս կա լույս կա այդտեղ այդ հարաբերության մեջ հարաբերությունը լույսի հարաբերություն է թե շահի հարաբերություն է քո անցիկ շահին համար մի անգամ եւ այլն խավարը ինչ որ Հիսուսի խոսքերուն մեջ չեն գտնել մեգում է նեղվերես ինքը քեզի նեղացուց դու իրեն նեղացուցիր հետո հարց ինչ ես անելու հա խավարի կորձի ինչ է ինքը այդպես արես դու այդպես արա լույսի խոսքը ինչ է ինքը այդպես արես դու ուրիշպես արա ինչպես Հիսուսի ասածին պես արա ինքը չընդունիր քեզ ինչ դու ես լույսը ինքը լույս չի եթե ինքը լույսը լար ինքը գար քո մոտ ինքը իր մասին մտածի դու եթե լույսի զավակ ես դու այդ հարաբերության մեջ խավար կա չէ որ քենություն կա նորմալ չենք այդտեղ խավար է եթե այդտեղ խավար է ով է այդ խավարը հերացնողը լույսի զավակը եթե լույսի զավակը գիտնա շիդակ խոսիլ Հիսուսի պես խոսիլ լույսի պես խոսիլ այդ խավարը գծրե եւ միլիոն տեսակ օրինակներ գրնամ դալ ցեզի մենք դամուրջներ ենք լույս բերելու խավարին մեջ դամուրջ մենք գոմ խավար է եւ Սարգիսը մդավներս երբ որ Սարգիսը մդավներս այդտեղ պետք է ամեն ինչ ճշմարտությամբ լա լույսի մեջ լա խոսքին համաձայնը լա ոչ թե ամեն ինչ սերը լա ոչ ճշմարիտ լա քիչ հետո պիտի դեսեմ 3 բան կարևոր է 3 բան պիտի տեսնեք ձեր կյանքի մեջ եթե 3 բան տեսնեք ձեր կյանքի մեջ դա լույսի բդուղներ են եւ ամեն ինչ պիտի անենք որ լույսի բդուղը լա մենք պետք է սատանային խավար կորձերը հերացնենք եւ Աստված էս կուզե քեզ ասել ամեն վարյան Աստված գսե Սոնիկ que la lumière soit թող լույս լինի առաջին խոսքը Սոնիկ թող լույսը լա ուր հենց հիմա օթոյին մեջ դունը այս իրիգուն վաղը արդու չեմ գիտեր թող լույս ուրեմն Սոնիկը եթե լեցված է դիրոջը լույսով ինքը մեկ բան ունի անելիք այդ լույս լինի իր մեջ եւ իր մով ինքը բան անոր գամչված է ուրիշ բան չկա թող լույսը լա քեզ քո մեջ եւ քեզ մով ասո հրաման է ասո գամ կներ թող լույսը լա առաջին խոսքը եւ լույս եղավ երանի թե Աստվածը ասե բրավո Սոնիկ լույս եղավ
Գասկնանք այդ երրորդ համարին մեջ քախնիկը այդտեղ է ժողովուրդ։ Թող լույսը լա, այս հրաման է, բայց պետք է Աստվածը ասե եւ լույս եղավ, դեսնելով քո կյանքը։ Գնացիր մեկ ու մդուն Աստված կսե եւ լույսը թող լույսը լա։ Եվ որ դունից դուրս ելավ եկար քո դունը, Աստված այդտեղից պիտի եւ լույս եղավ, ապրիս։ Եվ գամ ամոթ քեզ։ Այդ ինչ ուր։ Այդ ինչ խոսեցա։ Այդ ինչ արեց, այդ լույս էր այդ։ Նպատակը է դա, այդտեղ է թարնում ամենը։ Հասկացա։ Հալելույա։ Ցայնս լավ է ժողովուրդ։ Դեպի բան ասենք։ Քանի է ժամը։ Okay։ Եփեսացիս։ Հիմա գուզեմ բանակ ծեր սուբկիտները։ Եփեսացիս, որ մի քիչ երկար պիտի գարտանք այս համարը, ուրեմն պիտի գարտանք 5-րդ գլուխ։ Ժողովուրդ ջան, այս քեղեցիկ համարներից է։ 8-րդ համարեն սկսյալ Եփեսացիս 5:8։ Բողոս Արաքյալը գկրե։ Եփեսացիս 5:8 կդանք։ Դուք ադենը խավար էիք։ Ով գս ամեն։ Հիմա լույս եք տիրոջմով, այս ինքնություն է։ Ան որ ապաշխարած վերստին ծնունդ ունի, վերստին ծնունդով, Սուրբ Հոգիով, մգրդությունով, եկեղեցական կյանքով, ինչ որ է։ Եթե տիրոջ մեջ մտած է, ինքը լույս է։ Ոչ թե պիտի լա, ոչ թե գրնալալ, ոչ թե երբեմները, ինքնություն է։ Ես միշտ այս օրինակը գուտամ, եթե մեր երեխաներեն մեկը, օրինակ, մեր մանուկներեն մեկը, դղա մանուկներեն մեկը, օրը կա ծեր կով ծնողներ ջան, աղջիկ հակած, ժուպկա բուպկա, ինչ կսեք ծնողներ ջան։ Այդ տղուն գնայիս կսես խելքդ գլուխը թավակայ ախպեր դու դղա ես։ Էս ինչ ես անում։ Դու աղջիկ չես, դու դղա ես։ Հալելույա, չէ՞, հուսանք այդպես գալենք։ Երկու հատ ճապալախ նայես ով։ Ամենատեպս դու չես ասի, ինչ ենք այսօր չստացվեց աղջիկի հակել։ Նույն բանը Աստված գսե, դուք լույս եք, ուրիշ բան չեք, խելքդ գլուխը թավակի։ Դու դիրոջմով լույս ես, չես ասեցի, հա, մեր մեջ լույս չկա։ Խավար եմ ես միշտ, բայց դիրոջմով ամեն վարյան գրնամ լույսը լալ։ Եվ երանի թե ամեն վարյանը լայի լույս։ Երանի թե 1-2 րոպե խավարի մեջ չմտնեի օրվա մեջ։ Երանի թե այդ մտքի մեջ խավարը չքարի մեջ։ Երանի թե այդպես քիչ ավելի քիչ խավարով սպաղվեի, քիչ ավելի լույս լայի դիրոջմով երանի։ Մեգս ամեն իր համար, ոչ թե դուք արդեն լույս եք անտատար ամեն տեղ եւ դուք գսե ուրեմն դիրոջմով լույս եք։ Ուրեմն ուստի գսե լույսի որդիներու պես քայլեցեք։ Չէ որ լույս ես, չէ որ Հիսուսը քո մեջ կփնագի, չէ որ Հիսուսը իր լույսով քեզ լուսավորեց, թե որ դու գիտես, ընդուներ ես, այո գսես, լավ։ Գիտեք ուտեղ են գերևնա մեկը եթե իրական հավատացյալ է, երբ որ լույսի մեջ քայլում է։ Երբ որ ոդը դլորում ես եւ պատասխանը Հիսուսի պատասխան է տալիս քեզ։ Երբ որ ապտագում ես եւ քեզի տալիս է Հիսուսի պատասխանը։ Երբ որ վատ բան ես անում իրեն եւ քեզի դառնում է Հիսուսի ցևով է պատասխանում։ Գսես, այս մարդը լույսի մարդ է եղել, լույսի պես քայլեց։ Այդ ռոբեին ինձ լույսի պատասխան տվեց, իմ չարին չարով չպատասխանեց, իմ մարդկայինով չպատասխանեց, Սարգիսային չպատասխանեց, այդ մարդը Սարգիսը մերցուց այդ ռոբեին եւ Հիսուսի պես խոսեց։ Գուր եղբայրներ, եթե դու չանես, այս բայկարի մեջ չլինես, ասեմ քեզ նորմալ խավարի մեջ ես արդեն։ Yəni մեր մեջ ամեն մեկս նորմալ ցևով ապրենք, խավարի կորձեր բիրանենք։ Մեր նորմալը խավարն է։ Մեր նորմալը խավարն է։ Մեր ոչ նորմալն է Հիսուսի հետ քայլելը։ Դրսևորված դուրսեն ներողություն։ Դուրսեն եկած լույսն է, որ նորմալ չէ իմ մեջ։ Եվ ես այդ լույսով պիտի քայլեմ, որ ես նորմալ Սարգիսային չապրիմ։ Հասկացաք Սարգիսային ապրիլը ինչ է։ Սարգիսը այդպես կապրի, Ռուզանը այդպես կապրի, Սարանը, ամեն մեկը ուզած այդպես կապրի։ Դա նորմալն է։ Բայց ոչ նորմալը, որ Սարգիսը Սարգիսային չապրի, լույսով ապրի։ Լավ է, եւ կշարունակենք։ Հիմա գսե։ Համար 9։ Հոգին բդուղը ամեն կերպ բարությունով, արդարությունով եւ ճշմարտությունով է։ 3 բան, քիչ առաջ ասի, 3 բան։
Լույսի բդուղը, հոգին բդուղը նույնն է, կամ որ Սուրբ հոգին եւ Հիսուսը նույնն է։ Մի խոսքով Սուրբ հոգին եւ Հիսուսի հոգին նույն հոգին է։ Երրորդության մասին խոսենք։ Սուրբ հոգի բդուղը, Հիսուսի բդուղը, լույսի բդուղը ո՞րն է։ Երեք բան, շատ բարձ լայն բան գսա այստեղ։ Ալմա շատերը Սուրբ հոգի բդուղը միան Գաղատացիս 5-րդ գլուխի մասին գխոսեն այդ 9 բդուղներու մասին։ Բայց Սուրբ հոգի բդուղը այնքան լայն է, որ չես կարող ասես էս եթե ունես Սուրբ հոգին ունես, ոչ։ Երեք բան գսե, քեսմե, գիտեք խավարը հաղթելու համար երեք բան պետք է։ Բարություն, Հիսուս բարի էր։ Երկրորդ, արդար էր, եւ երրորդ, ճշմարտություն։ Հիմա այստեղ եթե երեքից մեկը բագաս լինի, դու լույսի գործ չես անելու։ Օրինակ, ես կրնամ շատ բարի մարդ լալ, բայց ոչ Քրիստոսի ճշմարտությունով եւ ոչ Քրիստոսի արդարությունով։ Գտարնամ հումանիտարիան, խելոք, լավ, բարի մարդ։ Լիքը կան այդպես։ Բարի մարդիկներ, շատ բարի են, մեզանից ավելի։ Հասկանաք։ Մյուս կողմից գրնալալ ես բարի մարդ լամ, ճշմարտությունը գիտող մարդ լամ, բայց արդար գործեր չանեմ։ Գործերս արդար չլինեն։ Այդ արդեն ինչ կդառնա, նորից խավարի գործ։ Պետք է բարի լամ, ճշմարտությունը գիտնամ Աստծո խոսքը եւ անոր համաձայն ապրին արդարությամբ։ Այն ժամանակ հոգի բդուղն է այս։ Այն ժամանակ լույսը այդ ռոբեի խավարին մեջ գտարնա։ Երբ որ մեկը ուքա քեզի գսե, գիտես Սարգիսը ինչ ասավ։ Արդեն դու իր ասածեն գիտես որ մի սխալ բան բիդասի։ Եթե ական չտաս, դու արդեն խավարը շարունակ մեծավ։ Բայց եթե ստոպ տաս ճշմարտությամբ պատասխանելով, արդարությամբ պատասխանելով, սիրալիր եւ բարությամբ պատասխանելով, խավարի գործը կգանքնեցնես։ Ժողովուրդ խավարի գործը միշտ պիտի կա քո մեջ, քանի որ մենք խավարի մեջ ենք։ Մեր հարաբերությունների մեջ խավարի գործը միշտ կա։ Դու հարաբերության դիմաց պիտի սորվիս արդար, ճշմարիտ, ուղիղ, բարի ձևով, Հիսուսի ձևով լույսը բերես, որ այդ տեղի խավարը, որ եկել է քո վրան, եւ պիտի խեղդեք ես, այդ տեղից փախի եւ երթա։ Ինչ է, լավ է։ Համար 10-ը քննեցեք, թե ինչ է դիրոջը հաճելին։ Լույսի ժողովուրդը լալը անտատար դեսնել, որ դերը այս ռոբեին ինչպես կներ։ Դերը այս ռոբեին ինչպես կներ։ Հիսուս լույս է, չէ։ Գիտեք, որ ինչ որ գրավ, շիլա գրավ։ Արդյոք մի սխալ բան արեց։ Մեղավորին դարբեր ձևով խոսեցավ, զղջացյալին դարբեր ձևով խոսեցավ, հբարտներուն դարբեր ձևով խոսեցավ, նույնիսկ եկեղեցին դուրս հանեց։ Ասեց ամենաթեպս դուրս հանեցեք։ Սերիկս Հիսուս այն չէր որ ինչ որ ասեց, կասեր, հա, չէ, ճշմարտությունը, տրախ, ինչ որ պետք էր, ինչ որ շիրակ սիրով լեցուն, բայց ճշմարտությունը արդարությունով։ Փարիսեցիներուն ինչ ասավ։ Դուք իջի ծնունդները ասավ, հայոց մի խոսքով, այդ ձևով։ Ինչ ասաց Փարիսին։ Դուք ասավ սպիտակ բան եք, քերեզմաններ, մեջը ворտ, դուրսը քերեցիկ։ Հիմա ես ցեզի ասեմ դուք կնեղանաք ինձանից։ Ասեք դու Սուրբ Հոգիով լեցված ես։ Բայց Հիսուս այդ ավելի Սուրբ Հոգիով լեցված մարդ կար, չկար։ Բայց ինչպես ասեց, քանի որ արդարությունը պետք է էսվի շիրակները։ Բայց սիրով լեցուն, ճշմարտությամբ, ոչ թե իր գարտազներով։ Ինչ որ շատ հավատացյալներ այսօր գսեն, դերը ինձ ասեց, բայց ինքը իր ասածն է ուզում ասի քեզ։ Այդ խոսքերից մենք հերու ենք Փարքիրոջ, այդ չեն գալ թողնի այդպես մի բան լինի, արդարությունը, ճշմարտությունը եւ բարությունը իրար հետ։ Որբեսի խավարը այդ ռոբեին երթայդև։ Այդ ռոբեին երթայդև։ Մեկ հատ ֆիլմը գար, որ ֆիլմներ ադիգա, որ մեծ ворթեր ուրեմն գուքան մարդկանց 4 կողմը։ Բիդի ուդեն իրենց, ամեն գոմ ворթ է 4 կողմը, ամեն գոմ ворթ է։ Այդ մարդը մեկ հատ բան ուներ ցերկը, չեմ գիտեր ինչ։ Ինդիանա Ջոնսն է, հա։ Վալա, այդ ուրեմն այդ նգա այդ բանը, արցանը ворթերուն ցույց կուտա, երբ որ ворթերուն ցույց կուտա, ворթերը փախելու կսկսին։ Ուրեմն ինքը ворթ այսպես ցույց տալով, ворթերը չէ որ կփախին, ցույց տալով, այսպես ворթերը բացվեցան իրեն կնացին։ Ճիշտ եմ ուզում ասեմ ցես։ Խավարը 4 կողմն է։ Լույսը քայլե քայլը դուր, լույսը քայլե քայլը դուր, լույսը քայլե քայլը դուր,
հավարը կբացվի եւ դու լույսի զավակ կլինես։ Խոսակցության մեջ, փողի մեջ, ընկերության մեջ, հարաբերության մեջ, ժողովուրդ մտքերից փոխեք, նայեցեք լույսի զավակները ինչպես կնեին այս վիճակի մեջ, բարտկի մեջ ինչպես էին, դալու մեջ ինչպես էին, նստելու մեջ ինչպես էին, եկեղեցի մեջ ինչպես էին, դասանորդներու մեջ, հալելույա, ինչպես էին։ Այս բոլորը սուտ կրային է, եթե դու լույսով չանես, դու խավարի մարդ ես, խավարի մեջ պիտի մնաս եւ ուրիշ բան ասեմ։ Այդ անհնազանդության պատճառով այդ խավարը պիտի տարածվի քո կյանքի ուրիշ մասնիկներու վրա։ Անորոմար Հիսուսը ասավ, եթե մեկումը չներես, Աստվածը քեզ չի ներելու։ Ներումը մասին էր խոսքը, ներումի մասին։ Ասելով որ ներումը կամ ուրիշ մեղքը, երբ որ լույս պիտի դու լուսավորես եւ չես լուսավորում լույսը, այդ խավարը որ այնտեղ գա, դարածում է քո կյանքի եւ քո սերունդի երբեմն ուրիշ հարցերու վրա։ Անոնց սերունդական անեցքներ կան երբեմն։ Անոնց ընտանիքներու մեջ նույն պատմությունները կշարունակվին։ Քանի որ խավարը կշարունակ եւ կդարածվի, գնմանի այդ փույսին, որ գիտեք մի հատ փույսեր կան, որ իրենց կցանվին մի խոսքով։ Մոլոխ է, մորախոտ, վալա։ Ինչ կնա մորախոտը։ Քեղեցիկ վարտերուն 4 կողմը գեխտե։ Եթե թողես, գնացվի։ Ես մերնը փոքր բան ունիմ, գիտեմ արջևը։ Երբ որ գտնում վստեմ որ ելերը արդեն 1-2 շաբաթ ժամանակ չէ մնալ, 1-2 շաբաթ վերջ արդեն ելերը բաներին վրա 4 կողմը այս է խավարը։ Եթե դու ճիշտ ժամանակին լույս չցանես այդտեղ, այդ խավարը պիտի տարածվի քո կյանքի ուրիշ մասնիկներու մեջ։ Եվ այս ասեմ սիրելիներ ջան, ընտանիքներու մեջ, եթե ընտանիքիդ մեջ շիդակ լույսը չվարես, ծնողներ ջան, ծեր զավակներուն շիդակը չսորվեցնեք, այդ զավակը պիտի մեծնա խավարը պիտի մեծնա, անչափ պիտի տարածվի, որ քո տերևը սերունդ պիտի շարունակվի նույն բաղություն։ Մենք պետք ունենք որ լույսը ուր որ ստացել ենք, եթե ստացել ենք Հիսուսը, այդ լույսը դարածենք այդ ճիշտ նույն ռոբեին։ Հալելույա։ Մի հատ ուրիշ համար մգարտամ ավելի հարաբերության վրա է։ Անցյալ շաբաթ մի քիչ հարաբերության մասին խոսեցանք, եթե գիշեք։ Առաջին Հովաննու 2:11։ Գվերջացնեմ, հա։ Առաջին Հովաննու 2:11։ Նայեցեք ինչ կսե շատ լուրջ ցևով։ Անոր իր եղբայրը գադե խավարի մեջ է եւ խավարի մեջ կքայլե եւ չի գիտեր թե ուր գերտա քիչ առաջ ալգարտացենք այս համարը վասոնզի խավարը լավ լսեցեք անոր աչքերը գուրցուցած է գուր եղբայրներ եթե մեկը գսե եղբայրը գադե հիմա վստահ եմ որ մեր մեջ գսենք չէ մենք մեկուն չենք գադել եղբայր մենք սիրում ենք բոլորին Հիսուսի սիրով մի սիրել նախ քու սիրով սկսիր սիրելու Եվ թույլ դուր որ Սուրբ Օքին քեզի օգնես սիրելու։ Ես այս մարդուն չեմ սիրել, բայց Հիսուսի սիրով կսիրեմ։ Բարապ խոսք, չի գրնարել։ Ադելը այդ է որ դու այդ մարդուն հետ չես լույսի հարաբերություն չունիս։ Ադելը երբ որ գսե խավար գա։ Ուրեմն հարաբերություններ կան, որ մաքուր չեն։ Ընկերային, եղբայրական, քույրական, եկեղեցի մեջ, ընտանիքի մեջ, մարդկանց հետ, կորձի տեղը, մարդիկ կա որ Երբ որ այդտեղ մենք լույս չցանենք, խավարը պիտի մեծնա ժողովուրդ։ Առաջին Հովաննու, այո, առաջին Հովաննու, երկրորդ 11։ Ամարդ որ իր եղբայրը գադե խավարի մեջ է, խավարի մեջ կքալե, խավարը վրա իշխանություն ունի եւ ինքը ոչ մի բան չի գրնարնել։ Տեսնում եք խավարի ազդեցությունը։ Բայց ինչու այդ մարդը խավարի մեջ է, քանի որ եղբայրը չի սիրել։ Բայց ինչու համար եղբայրը չի սիրել։ Պետք է սիրեր չէ, լույսի կորձը չգադարեց և խավարը դերավ գլեց իրեն։ Անոր համար չարը չարոջը պատասխանելը այս իմաստը կարևոր է։ Վերջին համարը գարտամ երկրորդ Կորինթացիս 4:6 Աստված որ հրաման ըրավ խավարեն լույս ծագի Ինչ ըրավ հրաման խավարից լույս ծագի Ոչ թե լույս են խավարեն լույս չէ որ խավար է ամեն գոմ խավարի մեջ են լույսը ծագի Հիմա Արնուվիլի մեջ կպնակենք շատերս կամ Գոնեսի մեջ Հիմա Արնուվիլի եւ Գոնեսի մեջ քանի դեղեր լույս կծագի Արֆորվիլի մեջ Էրմոնի մեջ ինչ գիտեմ այդ ուր որ գաբրինք քանի դեղ լույս կծագի Արդյոք իմ թաղիս մեջ լույս կծագի
քո փողոցին մեջ լույս կձակի, որ դու ես ցակողը։ Աստված կսե խավարին մեջ հրաման հրավ, հրաման։ Անորոշ շատերս պիտի զարմանանք վերջին օրը պիտի որ դու իմ գամքս չկատարեցիր։ Դու պիտի ասես եկեղեցի քացի ծառայությունների ամեն ինչի, հա, բայց իմ գամքս չկատարեցիր, չձակեցիր լույսին մեջ, խավարին մեջ։ Լույս չեղար խավարին մեջ։ Անչափ սպառված է երկու հարցերով, որ դու լույս չեղար խավարին մեջ։ Այնտեղ խավար գար, ես քեզ այնտեղ ուղարկեցի, հենց ես էի ուղարկող այնտեղ, եւ դու լույս չեղար այնտեղ։ Ժողովուրդ, երբ որ Հիսուս խաչին վրա եկավ եւ մեռավ, այս ամբողջ լույսի խավարի հաղթության փանարին բացավ, որ Հիսուսով կարողանանք հաղթել։ Հիսուսով խաչը այդ է որ ոչ թե իր համար խաչվեցավ, մենք միշտ կսենք մեր համար, բայց մեր համար ինչ, մեր մեղքերը որն են, խավարի մարդ էինք, խավարից անցնել լույսի ժողովուրդ ըլլալու համար, որովհետեւ լույսի գործերը կատարենք։ Եվ մենք դեր գեցել ենք նստերենք եւ դեր մենք կսպաղվենք ուրիշ հարցերով, այս կամ այն հարցերով եւ այլն, ժողովուրդ ջան, ես ասեմ, կացեք, լուսավորեցեք, կացեք, շնեցեք, կացեք խավարի մեջ լույսը ցակեցեք, այս շաբաթ ուր որեք, ասեք որ ես լույս եմ, ես լույս եմ։ Այս վիճակի մեջ Հիսուսի մի բան պիտի ասեմ։ Այս վիճակի մեջ Հիսուսը պիտի ցույց տամ։ Այս վիճակի մեջ պիտի ցույց տամ, որ ես ոչ թե ես եմ, այլ դիրոճմով ես լույս եմ։ Խավարի մեջ լույս կսեծակի ինք մեր սրդերուն մեջ ցակեցավ, երբ որ ապաշխարեցինք, անորոշ մեկը որ ապաշխարած չէ, լույս չունի, անորոշ մեկ հատ հարց դրեք, դու իրական վերստին ծնունդ ունիս։ Քանի որ եթե երթաս միտեղ եւ սկսես ասել որ ես լույս եմ, ես լույս եմ, ես լույս եմ, քեզ ասեմ, դու քո լույսը դες ցույց տալիս։ Քո լույսը խավար է։ Հալելույա։ Լույսը խավար է, բայց պետք է դիրոճմով լույսը կա, որ այն եկած լույսը փոխանցես, ոչ թե Սարգիսը փոխանցես։ Ան մի խոսքով Սարգիսային բաներ պիտի չնեմ, Հիսուսային բաներ պիտի նեմ որ լույսը լա։ Հալելույա, բոլորս լավ գետեր ունենք։ Գերնան գսել այս մարդը ինչ լավ մարդ է, այս մարդը ինչ լավ մարդ է։ Հա, բայց այդ մարդը ինչ որալ անի ինձ, իր լավությունը պիտի անի, բայց Հիսուսայինը պիտի չտա ինձ, իմ խավարս չի փոխվելու, խավարս խավար պիտի մնա։ Միայն Հիսուսի լույսը խավարը գվանի։ Հալելույա։ Ուրեմն մեկադալ գարտամ Աստված հրաման ըրավ որ խավարեն լույս ցակի։ Ինք մեր սրդերում մեջ ցակեցավ Աստուծո փառքին քիդությանը լույս տալու համար Հիսուսով։ Լույս տալու համար Հիսուսով։ Հալելույա։ Այստեղից բաներ կան, գիտեք մեկ հատ թողշին հայրեն ինչ է։ Լույս այսպես բաներ որ լույսը գվարենք։ Հա։ Լամպ կա, բայց ճակատային լամպ կա։ Գիտեք, որ այստեղ գվարես, գվարվի լույսը։ Բոլորդ մեքանիկներ ունին։ Բոլորդ արեք, գախեցեք ձեր բանին, ճակատին, այս շաբաթ այսպես լույսով գնացեք ամենտեղ։ Լույս արեք, ես լույս պիտի լուսավորեմ, ինչ կա լուսավորելու, ընկերուիդ ու կապամը գսե, լույսը վարե, ես պիտի լուսավորեմ քեզ։ Ժողովուրդ լուսավորենք, քանի որ լույսը ստացել ենք, Աստուծո հաշիվ պիտի տանք։ Անորմալ շուտ ապաշխար է, շուտ Սուրբ Օքին ստացիր, եւ շուտ Սուրբ Օքի լույսը դարածե 4 կողմը։ Եվ անոնք որ Սուրբ Օքին ունին, չբահեք Սուրբ Օքին, այլ դարածեցեք Սուրբ Օքին լույսը, հալելույա։ Մենք կամուրջներ ենք լույսը խավարին մեջ լուսավորելու։ Դեր օրտնիցես որ այս շաբաթ այդպես լանք, հալելույա։ Փառք Տիրոջ, մա ոտքի ելեք, փառք տվեք Տիրոջ, որ պիտի լինի այս շաբաթ այս բանը։